առանց դատարանի որոշման, չեմ ասում դեռ ազգային ժողովի թույլտվության, առանց դատարանի որոշման իրավապահ քննչական մարմինները իրավունք ունեն արդյոք ազգային ժողովի պատգամավորի անձնական աշխատանքային գործունեության միջոցներ, այդ թվում կապի միջոցներ, հեռախոս բռնագրավել, կրկնում եմ, առանց դատարանի որոշման։ Պարոն Մանուկյան, ուրեմն եթե որպես իրավաբանի եք հարց տալիս, որպես իրավաբան էլ պատասխանեմ, աբստրակտ հարցերին պատասխան չի կարող տալ, չեմ կարող տալ ոչ ես, ոչ որևիցե մեկը իրավաբաններից մինչև ցույց ունենալի բոլոր այն փաստական հանգամանքները, որոնք ձեր կողմից վկայակոչվել են։ Կոնկրետ հանգամանքներից, կոնկրետ իրավիճակներից պետք է հասկանալ, թե որ պարագայում պետական մարմինները իրավասու էին, որ պարագայում ոչ։ Եթե ուզում եք պարզապես դատողություններ անել, կարող ասեմ, որ ձեր կողմից մատնանշված տեղեկատվությունը խիստ աբստրակտ է եւ թույլ չի տալիս ինձ գնահատական տամ, որը հետագայում այդ թվում ձեր կողմից չի վիճարկվի։ Ունեք արձագանք։ Պարոն Վարդանյան, կոնկրետացնեմ։ Դիցո քննչական մարմինները դատարանի որոշմամբ որոշում են ստանում խուզարկել փաստացի այսինչ հասցեում բնակվող այսինչ քաղաքացու։ Փաստացի այդ հասցեն նաև իմ բնակության վայրն է։ Քննչական մարմինները դիմում են ինձ, որ իմ հեռախոսը հանձնեմ, ես բացատրում եմ, որ ազգային ժողովի պատգամավորի կապի միջոց է, դուք փաստացի այդ քաղաքացու տան բնակության վայրի խուզարկությունն եք անում, հրաժարվում եմ հանձնել հեռախոսը, այդ ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է ստանում ահազանգ, իրենք էլ են հաստատում, բայց քննչական կոմիտեի ծառայողները բռնությամբ, բիրտուժ գործադրելով գողանում են իմ հեռախոսը եւ տևական ժամանակ շուրջ 10 օր չեն վերադարձնում այդ հեռախոսը։ Դա թույլատրելի է, թե ոչ։ Դատարանի որոշմամբ կրկնում եմ, ազգային ժողովի պատգամավոր Գեգամ Ազատի Մանուկյան անուն ազգանուն չկա։ Պարոն Մանուկյան, ես չեմ կարող լինել եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, եւ իրավապահ մարմնի անունից տամ ձևակերպումներ եւ հայտարարություններ։ Ինչ որ դուք ասում եք, հա, վերաբերում է մեկ այլ գործի, բացարձակապես չի վերաբերում քննարկվող առարկային, այն օրենքին, որը մենք քննարկում ենք, եւ եթե ակնարկում եք առավոտ իմ կողմից բարձրացված հարցը, որ անձնական տվյալների պաշտպանության իրավունք ունեն նաեւ պատգամավորները նախ եւ առաջ ազգային ժողովի դահլիճում, սա իմ կարծիքով այնքան էլ հարիր օրինակ չի, որովհետեւ մենք բոլորս գտնում ենք ազգային ժողովի դահլիճում, բոլորս օգտվում ենք հեռախոսակապից եւ լրատվամիջոցները պետք է համապատասխան էթիկա դրսևորեն մեկ նկատմամբ, իսկ մենք համապատասխան էթիկա իրենց նկատմամբ պետք է դրսևորենք։ Ինչ վերաբերում իրավապահ մարմինների աշխատանքին, ինձ թվում է ձեր մոտ ձևավորած փաստաբանական թիմը բավականին ուժեղ է եւ կարող է այդ բոլոր հարցերը բարձրացնի պատկան մարմինները, որտեղ տրված պատասխանները կունենան նաեւ իրավաբանական հետևանքներ։